Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երկրորդ հարցը Սնկի մասին չեմ ուզում այսօր ասեմ։ մասին Սնկերի մասին։ Ոչինչ։ չէ, ավելի լուրջ հարց ունեմ։ Ամենաաշխարհի սիրուն դադը կլինի դա։ Անցած տարվա օգոստոսի 8-ին երակողմ հռչակագիր է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան ԱՄՆ եւ երկկողմ ԱՄՆ-ի մասնակցությամբ, Թրամփի մասնակցությամբ նաեւ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Լավն են թե վատն են ուրիշ հարց, բայց դրանք փաստաթղթեր են ոչ թե Փաշինյանի եւ Ալիևի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իշխանության գալով դուք պատրաստում եք դա վերաբանակցել եւ դարձյալ բացասական փորձի մասին ասեմ, որ ամենավատ բանը հայտարարել, որ ես սկսելու եմ զորեական կետից։ Ես արդեն դրան պատասխանել եմ, մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից։ Մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք։ Ցանկացած դրած ստորագրություն, դա պետության ստորագրություն ենք մենք համարում։ Եթե մենք ամեն ինչից սկսեցինք վախենալ, փախնել, նորից խապկանքներով բոլորին են, որ ասում են ֆռծնել, մենք լավ բանի չենք գալու։ Մենք ուսումնասիրելու ենք, քայլ-քայլ շարժվելու ենք առաջ։ Գլխավորը լինելու է մեր պետությունը դրանից օգտվում է, թե վնասվում է։ Եթե մեր պետությունը օգտվում է, նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք։ Եթե ես զգամ, որ մեր պետությունը դրանից տուժվելու է, 300,000 ադրբեջանցին վազելով լցվելու են Հայաստան, մի քանի տարվա ընթացքում դառնան միլիոնավոր ադրբեջանցիներ, իհարկե մենք դա կանգնեցնելու ենք, դրա համար ասում եմ, հենց առաջի օրենքը ընդունելու ենք, մենք այդ օրենքը նույնիսկ կոչելու ենք հակասաֆարովների օրենք, որպեսզի չգան լցվեն մեր երկիր, չգնեն մեր հողերը, մենք շատ հողեր չունենք, հենա 240 կիլոմետրը նվիրել են մի հատ ձայն էլ չեն հանում։ Անենց են մոռացել այդ հողերի մասին, ոնց որ իրենք են զավթել Ադրբեջանից այդ հողերը։ Իհարկե մենք այդ հարցով հետևողական բանակցություններով չեմ ասում պատերազմ ենք հայտարարելու, բանակցություններով եւ ես վստահ եմ, որ դա մենք հետ ենք բերելու, բայց եթե մենք Ադրբեջանի հետ ուզում ենք դառնանք լավ հարևաններ, ուրեմն ոչ իրենք են պահանջատեր լինելու մեզ, ոչ մենք ենք իրենց։ Միայն այդ դեպքում մենք կունենանք լավ հարաբերություններ։ Իսկ եթե իրենք զավթեն մեր հողերը ու ասեն դե այսօրվանից արդեն լավ Սյունիքը տանեն, ասեն դե եկեք այսօրվանից լավ հարաբերություն ունենք արդեն։ Հետո դրա համար հետևողական ճիշտ քայլերով գնալու ենք առաջ, խորհրդակցելու ենք փորձառու մարդկանց հետ, չենք մեծամտանալու, ինչպես Փաշինյանը հենց առաջին օրից արեց դա, եթե ինքը նորմալ մարդ լիներ, ինչ եղել էր, վերջը կային նախագահներ, ովքեր այդ պրոցեսի մեջ տարիներ էին արդեն, կհավաքեր, խորհրդակցեր, ճիշտը ինչ քայլերով գնանք Արցախը պաշտպանենք, չարեց, որովհետև միգուցե իրան բերել էին այս նպատակով, ես չգիտեմ։